2013 թվականի բյուջեն առնվազն 100 միլիարդ դրամով պակաս է, քան անհրաժեշտ էր։ Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Հրանտ Բագրատյանին այսօր ազգային ժողովում զայրացրեց ոչ միայն այս փաստը, այլ դրա վերաբերյալ կենտրոնական բանկի նախագահի ու ֆինանսների նախարարի պատճառաբանությունները։ Այս ֆինանսների նախարարը ասում է դրսում անդրադառնալի, ասում է մեթոդաբանության հարց կա։ Այդպեսի բան գոյություն չունի։ Ինչ որ ես ասում եմ ճշմարտությունը բացարձակ։ Այս այնտեղը չի, որտեղ տնտեսագիտությունը այլ մեկնաբանություններ է թույլ տալիս։ Պարոն Բագրատյանը բյուջեին ոչ միայն բազմաթիվ թերացումներ է գտել, այլև իր խոսքերով ստեր։ Դրանցից մեկը ըստ նրա համաշխարհային տնտեսական ճգնաժամի մասին կառավարության հայտարարություններն են։ Համաշխարհային տնտեսական ճգնաժամը մնացել է Հայաստանի Հանրապետության հրապարակում կառավարության շենքում։ Համաշխարհային տնտեսությունը լավ էլ զարգանում է։ Ազգային ժողովի մեծամասնության ներկայացուցիչներն այսօր որոշեցին առանձին պատասխանել ընդդիմադիր պատգամավորների դիտողություններին։ Իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ երբ որ արևա լինում ընդդիմությունն է, ընդդիմության շնորհքն է, երբ որ կարկուտ է գալիս իշխանությունն է մեղավոր։ Ցանկությունները կարևոր են, բայց ավելի կարևոր է ազնիվ եւ շիտակ գործերը։ Հալվա ասելով բերանդ չի քաղցրանա։ Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավորներին հատկապես դուր չէր եկել այն, որ ընդդիմադիր պատգամավորները քննադատում են վարչապետին 3 բյուջեի քննարկումից բացակայելու համար։ Հասկանալի է, որ բովանդակային քննադատության նյութ չունենալու պարագայում մեր հարգելի գործընկերները գուցե թիրախավորել էին անձամբ վարչապետին։ Բոլոր այն պատգամավորներին, որոնց դուր չի եկել 2013 թվականի պետական բյուջեն, պարոն Աշոտյանը խորհուրդ է տալիս այլընտրանքային ազգային փրկության տարբերակ առաջարկել ու այլևս չքննադատել վարչապետին։ Նարին Էրիցյան, Հովսեփ Հովսեփյան, IPFE։